Հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարելու պատճառով 20,000 մարդու վարորդական իրավունք է կասեցվել։ Այս մասին հայտնել է Ճանապարհային անվտանգության գործընկերություն կազմակերպության տնօրեն Իրակլի Իզորյան։ Նրա խոսքերով, հարբած վիճակում մեքենա վարելու կրկնվող դեպքերը նույնպես աճել են, ինչի կանխարգելման համար անհրաժեշտ է օրենսդրական կարգավորումների խստացում։ 2024 թվականի վիճակագրության համաձայն մոտ 20,000 մարդու վարորդական իրավունք ժամանակավորապես կասեցվել է հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով։ Քանի որ այս ցուցանիշը տարեց տարի աճում է, պետությունը ստիպված է նոր քայլեր ձեռնարկել նմանատիպ դեպքերի տարածումը կանխելու համար, նշել է Իզորյան։ Նրա խոսքերով կան դեպքեր, երբ անձը, ում վարորդական վկայականը 1 տարով կորցրել է իրավական ուժը, կրկին վարում է մեքենա։ Նման դեպքերում օրենքը նախատեսում է մինչև 15 օրյա վարչական կալանք։ Մենք առաջարկել ենք, որ առաջին իսկ անգամ հարբած վիճակում մեքենա վարելու դեպքում վարորդական վկայականը կասեցվի ոչ թե 6 ամսով, այլ 1 տարով, իսկ խիստ ալկոհոլային ազդեցության դեպքում 2 տարով, հավելել է Իզորյան։